Իմ հետևից ես գալիս։ Ահա։ Ով ես։ Իմով լինել այդքան էական չի։ Մուրադը դու ես, չէ՞։ Դու ես երեկ իմ տուն։ Հա, ու նույն հարցով ինչ որ հիմա։ Ուզում եմ իմանամ ինչքան ես պատրաստ վճարել, որ հետ բերես այն ինչ որ այսքան ժամանակ փնտրել ես։ Ուզում եմ իմանամ ինչքան ես պատրաստ տալ ընտանիքիդ պատիվը հետ բերելու համար։ Ինչ։ Կարծում եմ լսեցիր ասածս։ Լավ, նախ հասկանամ դու ով ես։ Մարդ եմ, որ ուզում եմ օգնեմ քեզ։ Ինչով օգնես։ Լավ, առաջին ասա ինչի ես իմ տուն եկել, ամենատարքիր ինձ հետ եմ։ Տուն ինչի ես եկել։ Ես քո տուն չեմ եկել։ Հա, եկել եմ, դուռը ծեծել եմ, բայց ներս չեմ մտել։ Ներս մտած լինեի, պատասխան կտայի։ Ինչև է։ Անցնենք կարևորին։ Արի ավտոն։ Տատ սպասի։ Ինչի սպասեմ։ Որ եկել ես Ռոմին ասելու բան ունես, չէ։ Հա, ունեի, բայց հիմա պարզվում է, որ իզուր։ Իզուր չի։ Եթե չգայր ես էի գալու, չգիտեմ գալու էի ինչ հասեի, ոնց էի համարձակություն հավաքելու, բայց գալու էի։ Չես պատկերացնի ինչ ոտ եմ ինձ զգում։ Ես անընդհատ մտքով հետ եմ գնում, մեղադրում եմ ինձ։ Ես շատ սխալ եմ եղել, Տատ։ Ես չպիտի քո հանդեպ տենց անեի։ Չպիտի մոռանայի ով ես եղել իմ համար։ Արդեն անցել է։ Մոռացի։ Ախր ես ուղղակի իրավունք չունեի տենց անեի։ Էլին։ Արդեն անցել է։ Ոչ ես եմ հիշում դրա մասին, ոչ էլ Մուրադը։ Ու հավատա մենք չենք պայմանավորվել ու չենք որոշել, որ պետք է մոռանանք, չէ։ Ուղղակի մենք փորձում ենք վատ բաները այլևս չհիշենք։ Մենք հիշում ենք մենակ մի բան, որ դու Ռոմանը մեզ հետ եկեն ժամանակ, երբ որ մենք ամենից շատ դրա կարիք ունենք։ Մնացած էլ կարևոր չի։ Ու ես հիմա շատ եմ ցավում նրա համար, որ դու Ռոմանը իրար հետ չեք։ Մի ասա տենց խնդրում, ես ինձ ավելի վատ եմ զգում։ Գոնե կռվեիր կամ մեղադրեիր ինձ։ Ես տենց ավելի հանգիստ կլինեի։ Մենք բոլորս էլ մարդ ենք։ Բոլորս էլ անում ենք ինչ-որ սխալներ։ Բայց կարևորը, որ դու ճիշտ ժամանակին կանգ առնես ու հասկանաս դա։ Ես քեզ կներեմ, կմոռանամ ամեն ինչ։ Ավելի ճիշտ արդեն ներել ու մոռացել եմ։ Բայց էլի Թաթուլի հետ այդ մեկը կներես չեմ հասկանում։ Չէ, Տատ, չէ, ես ուղղակի բան եմ խնդրել, որ ինքը ճշտի, որովհետև Ինչքան էլ խոսաս, հիմա դա քեզ չի արդարացնելու։ Եթե մի բան պետքա ճշտեիր, գնայր ու ճշտեիր։ Հասկանալի է, որ Թաթուլը Ռոմանի աղբերն է։ Բայց ինքը անտանելի վատ մարդ է։ Եթե իրան ինչ-որ բան պետքա իմանալ կամ ստանալ, ինքը գտնում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրանց, ովքեր շատ վատ վիճակում են, կամ ովքեր ինչ-որ շահ ունեն այս կյանքում։ Ու իրանց օգտագործում է, մինչև չի ստանալու այն, ինչ որ պետք է։ Դու եւ Եվան շատ վառ օրինակ եք։ Մարդուն վատություն անել, հետո հորինել, որ այդ ամեն ինչը աղբոր գտնելու համար էր։ Ճիշտ է այդ։ Էլին, ես կներեմ։ Ես էլ Մուրադն էլ բոլորս կներենք, կմոռանանք։ Բայց խնդրում եմ, հիմա հասկացի ինչ ես անում ու ավելի վատ սխալներ մի արա։ Վերջացրու ես հանդիպումները եւ չգիտեմ ինչ գործեր հիմա ունես իր հետ։
Լավ, ես եկել եմ քեզ ասեմ, որ գնանք մի տեղ նստենք։ Ուզում եմ երկուսով նստենք ու խոսանք։ Գնանք։ Ասա ով ես հասկանամ։ Նայ, ես մինչև չիմանամ դու ով ես չեմ կարող քո հետ խոսամ, որովհետև իմ պատասխանները կախված են հենց նրանից, թե ով ես դու։ Անունս Ֆելիքս է։ Ավել բան ես պահին չեմ կարող ասեմ։ Ես Երևանում ազատման չեմ գալիս ու չեմ ուզում, որ շատերը իմանան իմ մասին։ Մենակ կասեմ են, որ երկուսս ընդհանուր թշնամի ունենք։ Ֆրունզը։ Արգամն էլ դե Ֆրունզի ձեռը բռնած։ Հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Բայց ես Ֆրունզի ու Արգամի դեմ խումբ չեմ հավաքում։ Ինֆորմացիա սխալ է։ Ինչ ես ուզում։ Ոչ մի բան։ Լավություն եմ ուզում անեմ։ Ուզում եմ իմանաս ինչ ասե կամանդիրը Սերժին։ Բացի են ինչ ասե կամանդիրը, որ խնդրել է իր աղջկան լավ նայել։ Ու ինչա տվես Սերժին, ինչա Սերժը մինչև հիմա թաքցնում են ինչ-որ տվել է կամանդիրը մի խոսքով։ Ես կարող է լավ չեմ բացատրում, բայց կարծում եմ իմաստը հասկացար, ինչի մասին է խոսքը։ Հա, բարձր։ Վստահություն չեմ ներշնչում։ Ես ուղղակի իմ հարցի պատասխանը չլսեցի, հիմա ոչ մեկին ուղղակի լավություն չի անում։ Քո ուզածը ինչ է։ Զարմանալի է, բայց ոչ մի բան։ Սերժի մոտ ձայնագրություն կա կամանդիրի խոստովանությամբ, որտեղ կամանդիրը խոստովանում է իր արած մեղքի գործը։ Սերժը այդ պահել է։ Ես լսել եմ, բայց չեմ հասցրել այդ կոպի անեմ։ Հիմա Սերժի մոտ խղճի ու սրտի պատերազմ է։ Մի կողմում կամանդիրը, մյուսում տղեն։ Դու հիմա գիտես դրա մասին, ու ես գիտեմ, թե ինչքան կարևոր է քո համար հորդ անունը մաքրելը։ Ահագին բան գիտես։ Իսկ եթե ուզում ես իմանաս, թե որն է շահս, ասեմ, Ֆրունզի դեմ ամեն արած իմ համար շահը։ Ֆրունզը իմ համար չմարած պարտք է։ Այն որ գլուխը դնում ես բարձին ու քեզ թվում է, թե ամեն ինչ լավ է, հանգիստ պիտի քնես ու հանկարծ հիշում ես Ֆրունզին, քո մոտ փախնում է։ Շնայց իմ մոտ էս վերջերը տենց բանը շատ է լինում։ Դու արդեն գիտես ինչի մասին է խոսքը։ Խոսա Սերժի հետ։ Հա, մեկ էլ քո տուն գալու համար ներող։ Հաստատ չէի մտնի։ Չէի ուզում զանգեի։ Դրա համար եկա։ Դու սուրճ վերցրու, ես գնամ լվացրեմ կամ լավ։ Լավ, Հիշում ես, չէ՞։ հիշում եմ, մեծ բաժակով ու լավ քաղցր։ Դե բաժակը արդեն փակրացել է մի քիչ, բայց քաղցրության վրա դա չի ազդում։ Գնացի։ Ինչ արիր։ Ոչ մի բան։ Նոր հետ եմ գալիս, ուզում եմ հարմարվեմ։ Ես հասկացել եմ, ես քանի օր բան չեմ անում, որ դու քեզանով հետ գաս, բայց երկար է տևում։ Որտեղ ես մնում Թաթուլի մոտ։ Պարզա։ Քեզ ինչ է թվում։ Քնելու տեղ չեմ կարող գտնել։ Որտեղ գտնելու խնդիր չկա, կմնաս իմ մոտ, բայց հիմա գնում ենք խմելու, հետ քեզ հետ բերելու ամենակարճ ձևն է։ Ալո։
Ես հիմա Էլինայի հետ եմ, դու Ռոմանի հետ կխոսես։ Հա։ Նայ, ես ուզում եմ Էլինան որ զանգի Ռոմանին, Ռոմանը շատ հանգիստ խոսա իր հետ ու իրանք հանդիպեն։ Այդ բեմադրել ես։ Չէ, այդ չեմ ասում։ Նկատի ունեմ, որ ես Էլինայի հետ տենց եմ խոսալու, որ ինքը միանգամից կզանգի Ռոմանին։ Բայց մենակ դու կարաս անես տենց, որ Ռոմանը հանգիստ խոսա։ Խնդիրը բարձա անցա աշխատանքի։ Այդ հումորի թեմը չի։ Ես մտածում եմ Ռոմանի համար մի հատ կարգին աղջիկ ճարեմ։ Դու էլ այդ հիստերիկ ընկերոդ ուզում ես կապես Ռոմանի վզին։ Հազիվ եմ ընկերոջս գտե ուզում ես էլի կորցնեմ։ Էլինի։ Որտեղ եք։ Համալսարանի մոտի սրճարանում։ Մուրադ, ես կխոսեմ Էլինայի հետ, բայց խնդրում եմ ամեն ինչ արա, որ Ռոմանը գա ու հանգիստ խոսա, լավ։ Միակ հույսս դու ես։ Լավ։ Լավ։ Ոնց որ տրամադրությունդ լավ է, հա։ Գժական, որ դու կողքս ես ոնց կարող է վատ լինի։ Բայց կարող է ինչ-որ բան ա եղել։ Չէ, բան չի եղել, բայց հիմա ես կլինեմ Ռոմանը, քանի դու հետ չես եկել։ Քին ուրախություն ես կապավեմ, մինչև քեզ գտնեն։ Մտքերս հետև խառն են առավոտվանից մեծ հանդիպում ա եղել, բայց արի չեղվենք, ուր են գնում։ Խմելու։ Հա, ճիշտ է, խմելը ճիշտ է, պետք է խմել։ Գնացինք։ Բայց այդ ինչ հանդիպում էր։ Այդ կխմենք ասեմ։ Չի։ Լավ։ Տատ։ Տեսել ես Ռոմանին։ Տեսել եմ, խոսացել ենք։ Երկուսս էլ բադ վիճակում ենք։ Շատ է փոխվել Ռոմանը։ Լրիվ ուրիշ մարդ է դարձել։ Էլին, մարդիկ չեն փոխվում։ Հավատա ինձ։ Մնում են նույնը։ Ուղղակի կյանքում կան պահեր, իրադարձություններ, որոնք ազդում են մեր վրա ու մենք մեզ սկսում ենք պահել ուրիշ ձև։ Էդ եղել է իմ ու Մուրադի մեջ։ Եղել է ժամանակ, ինձ թվացել է, որ ես օտար մարդու հետ եմ խոսում։ Եղել է, որ ես վախեցել եմ իրանից։ Այն մարդուց, ում սիրում էի։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ դա տենց չի, Մուրադը նույնն է։ Ուղղակի կյանքի այդ պահերը ազդում են մեր վրա։ Այդ փորձությունները այնքան շատ են, որ այն ամենակարևորը մենք չենք նկատում։ Ես հիմա ինքս իմ համար որոշել եմ, որ էլ ոչ մի բան չի դառնա ավելի կարևոր, քան մենք։ Անգամ այն ժամանակ, երբ որ մենք նոր էինք շփվում, որ իմ ընտանիքը դեմ էր մեր հարաբերություններին, ես ու Մուրադը պայքարում էինք մեր համար։ Ու հիմա, որ ամուսնացել ենք, մենք ուղղակի իրավունք չունենք կորցնենք իրար։ Էլին, ես քեզ այդ ամեն ինչը պատմում եմ, որ դու լսես, հասկանաս ու վերլուծես։ Որ դու հիմա տեսնես այն ինչը չես տեսնում, որովհետև դու նեղված ես, ջղայնացած ես, որովհետև ինչ-որ մեկը քեզ ինչ-որ բան ասել է։ Հիշի, ինչի էր պատրաստ դու, ինչի միջով ես անցել հանուն Ռոմանի։ Դու մտածում էիր, որ ինքը մահացել է, ու հիմա դու տեսնում ես, որ ինքը ստեղ է, ինքը ողջ է։ Այս պահին չպետք է ոչ մի բան ձեզ խանգարի։ Տատ, ես ջղայնացած չեմ։ Ոչ էլ նեղանում եմ Ռոմանից։ Ես իրան սիրում եմ ու շատ եմ սիրում։ Ես իմ բոլոր սխալները հասկանում եմ։ Ու ամեն ինչի պատրաստ եմ իր համար։ Բայց ինձ թվում է, որ իրան այդ պետք չի։
ինքը ինձ մեկա չի ներելու։ Ես էլ էի նույնը ասում։ Նույն բառերը։ Բայց կողքից ավելի լավ է երևում։ Դուք իրար շատ եք սիրում, ու ես քեզ խոսք եմ տալիս։ Ես ու Մուրադը կանենք ամեն ինչ, որ դուք իրար հետ լինեք։ Լսում ես։ Գիտես, ես մեկ-մեկ ուզում եմ ժամանակը հետ տամ։ Հետ տամ են կետին, որ կորցրել եմ երեխայիս։ Դա իմ կյանքում ամենասարսափելի սխալն էր ու շատ ծանրացել է հոգուս։ Ես չեմ կարողանում նայեմ Մուրադին։ Բայց նույն ժամանակ ես հասկանում եմ, որ եթե ես կարողանայի մի բան փոխել, միգուցե Մուրադը չէր լինի իմ կյանքում։ Միգուցե Ռոմանը չէր լինի քո կյանքում։ Այ երևի մենք չենք ունենա այն կորուստները, որոնք ունեցել ենք, բայց հաստատ կլինեին ուրիշ։ Էլի կլինեին դժվարությունները, փորձությունները, սխալները։ Դա անխուսափելի է։ Ուղղակի դու պետք է ընտրես ում հետ անցնես այդ բարդությունները։ Դու պետք է հասկանաս քո սխալները ու երկրորդ անգամ նույն բանը չանես։ Եվ ամենակարևորը, դու կարող ես ուրիշի սխալները չկրկնել։ Հիմա ես ու Մուրադը քեզ տալիս ենք այդ հնարավորությունը, որ դու տեսնես ու չկրկնես մեր սխալները։ Դու չպետք է խաբես, չպետք է կասկածես։ Պետք է ամեն ինչ անես, որ չկորցնես Ռոմանին։ Ինչ եղավ։ Դուրս գանք։ Չէ, ամեն ինչ լավ է։ Բարև ձեզ։ Բարև։ Ոնց է սպասես, բայ։ Անուշ։ Մեկ բան ասեմ, տրվելու ես։ Մեծ ասելու եմ, որտև այն ժամանակ երբ որ դու իր ինձ ասում, ես է քեզ մի բան ասում, տատիվ հետ կապված։ Հիմա ինչ Էլինայի մասին ես խոսալու։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց ուզում եմ անաս, որ ոչ ես, ոչ տատիվ Էլինային թշնամի չենք համարում։ Մի ժամանակ կար չէ, որ ես ու դու ապրում էինք առանց տատիվ առանց Էլինա, բայց հիմա փոխվել է, այլ տենց չի։ Ճիշտ Էլինան ոնց հիստերիկ եղել է, տենց էլ մնացել է, բայց դու իրեն մինչև ակաժներից սիրարվել ես։ Այդ եղել է։ Ես տենց նման ռոմանական, ռոմանտիկական բաներ չեմ կարող խոսամ։ Գիտեմ ոնց ասում, լսի, եթե արդեն սիրում ես, էլ հաղթնելու տեղ չունես այդ ամեն ինչից։ Գիտեմ։ Իսկ եթե մարդուն սիրում ես, բայց չգիտես ով է ինքը, չես ճանաչում, այդ մենակ սիրելը քիչ է։ Եթե մարդուն ընտրում ես քո կյանքի ուղեկից, պետք է վստահ լինես, որ ոչ միայն կողք տա, այլ այն ժամանակ, երբ որ դու չկաս, ինքը քայլում է այն ճանապարհով, որ դու։ Որ ասում եմ դենից լավ ես ասում։ Ուրիշ տարբերակ չունեմ։ Ինչ ես առաջարկում։ Դե աղջիկա, դու էլ փորձի մտնես իրադրության մեջ, դու որ լսած ներսից այդ մարդը մահացել է, բայց դու վստահ լիներ, որ ինքը ողջ է, դու կարող ես ինչ-որ հիմար բաներ անել։ Բայց այն մարդկանց հանդեպ, ովքեր համարյա ընտանիք են,
Որ տենց է, միշտ հիշի միների երբեք, տենց նորմալ է, մորացի, տենց պագենք է թեման, եթե քո սրտով է իրակ էդ, պագենք է թեման ասնի գնա։ Ալո, Հոգեբուժարանից է, Սոնանը խնդրել որ զանգեմ։ լսում եմ։ Եթե էլի հարցերից չես պատասխանելու, ու էլի ինչ-որ բան ես փորձելու հորինես քեռի, նախորոք ասա ես թողնեմ գնամ ստեղից։ Ես ոչ մի բանը չեմ հորինում, այդ տեղին էլ չես տենա դու։ Են անգամ էլ էիշ նույն բան ասում, բայց տեսա չէ։ Վերջացավ այդ պատմությունը։ Եթե պատմությունը վերջացավ, ուրեմն ինչ-որ բան ես արել։ Ուրեմն լուծել ես հարցը, չէ՞։ Իսկ եթե հարցը լուծել ես, ավելի լավ։ Ինձ ասա, ես ավելի հանգիստ կլինեմ։ Էդ ինչա որ ես պետքա չիմանամ։ Էդ ինչ գաղտնիքա որ սենց տանջում ես ուղակի։ Դու չեմ տանջում, Արգամ ջան։ Կան բաներ, որ դու չպետք է իմանաս, հնարավոր չի։ Ես մի հատ գործ ունեմ, ասենք այդ գործը իմ գործն է մենակ։ Ես դա քեզ չեմ ասում, իրավունք չունեմ։ Ես գործ ունեմ, դու չիմանաս։ Ես իրավունք չունեմ, քեզ հաշվետվություն չտամ։ Ունես, քեռի։ Իհարկե ունես։ Բայց այտենց բան չի եղել։ Դու չգիտես, որ չի եղել։ Այտենց բան չի եղել, որ ես չիմանամ։ Դա մի կա։ Քոս այս անհանգստությունը, այս քո խոսելու տոնը ինձ հուշում են, որ հաստատ ինչ-որ մի բան կա լուրջ, որովհետև ես քեզ լավ գիտեմ, քեռի։ Ես քեզ այնքան գիտեմ, ինչքան որ ինձ եմ հիշում։ Ու ես շատ լավ գիտեմ քո ռեակցիաները, շատ լավ գիտեմ քո վերաբերմունքը։ Լավ։ Ես երևի չխանգարեմ։ Լավ եք։ Լավ ենք։ Ուզում եմ իմանայի Արման, ամեն ինչ լավ է։ Ես էլ եմ լավ։ Ընկերոջս հետ հաց կերանք, ասեցին գանք կոֆե խմենք։ Դե ձեզ բարի ժամանց։ Արման։ Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Դու շատ բան ես արել։ Եվ միգուցե եթե չանեիր ավելի բնական կստացվեր, բայց առիթ չեմ ունեցել, որ ասեմ շնորհակալ եմ։ Բայց վստահ ես, որ ես ամեն ինչ ճիշտ եմ արել։ Ես քեզ այն օրը բաց թողեցի, որովհետև դու քո երջանկությունը ուրիշի կողքն էիր տեսնում։ Բաց թողեցի, որ գնաս երջանիկ լինես։ Ես չէի ուզում, որ իմ կողքի կինը տառապի, իմ կողքը նստած ուրիշի մասին մտածի։ Բայց ոնց հասկանում եմ սխալվել եմ։ Ոնց որ տենց չի։ Ստացվում է, որ եթե մարդ մի բան ուզում է, բայց դու կողքից տեսնես, որ այդ ամեն ինչը սխալ է։ Դու պիտի ձեն չանես, ինչա թե ինքը ուզում է այդ ամեն ինչը։ Չէ, տենց չի։ Եթե հարազատ մարդ է, պիտի չթողնես այդ ամեն ինչը անի։ Արման, ես շատ երջանիկ եմ։ Շատ երջանիկ ես։ Ես տեսել եմ քո երջանիկ օրերը։ Էլինան էլ է տեսել։ Չէ, Էլինա ջան։ Լավ։ Շատ ուրախ եմ, որ լավ ես։
Խմած էր։ Վատ է, որ ինքն ինձ տեսել է սենց վիճակում։ Գիտեմ։ Մի անգամ էլ ես եմ ասել, որ վատ ես։ Դրսում պատահական տեսա։ Այն օրը, որ վատ էիր, տեղ չտվեցի քեզ։ Էլին այդ կարևոր չի։ Ես հիմա ջղայնանում եմ նրա համար, որ ինքն ինձ տեսել է այդ վատ վիճակում, ու որ հիմա կարողանում եմ սենց խոսամ Մուրադի մասին։ Դու էի ինձ ասում, որ չթողնեմ ինչ-որ մեկը ազդի հարաբերությունների վրա։ Հիմա նույնը ես քեզ ասեմ։ Ճիշտ ես։ Լավ։ Տատ դու ինձ ասա, ես ինչ անեմ, հա։ Եթե իմանամ, որ Ռոմանին պետք եմ, եթե իմանամ, որ ինքը հետ կգա, ես ամեն ինչ կանեմ, եթե իմանամ, որ իրա ու այդ աղջկա մեջ ոչ մի բան չկա։ Ես քո հարցերի պատասխանը չունեմ։ Զանգի Ռոմանին ինքը հաստատ ունի։ Ինքը չի ուզում իմ հետ խոսա։ Մի հատ էր զանգի։ Կպատասխանի։ Շատ խմած է Արմանը։ Ու էլի խմում է։ Ավելի լավ է մենք դուրս գանք։ Չէ։ Չեմ ուզում ինքը մտածի, որ հենց ինքը եկել է, մենք գնում ենք։ Մի քիչ կնստենք ու կգնանք։ Ալո։ Ես խոստացել եմ, որ ես ընթացքում չեմ զանգի, բայց չստացվեց։ Հիմա անջատելու ես։ Չէ։ Ես ինքս էի առիթման գալիս, որ քեզ զանգեմ։ Զանգի։ Հենց ուզում ես ուղղակի զանգի ինձ, հա։ Միքո, ես ամբողջ գիշեր չեմ քնել։ Մտքով անընդհատ քո հետ էի։ Ես համ վախենում եմ, համ էլ նույն ժամանակ պլաններ եմ կազմում։ Երազում էի, որ Ես ավելի շատ եմ վախենում ու դու գիտես թե ինչի։ Միքո, ես քեզ խոսք եմ տվել, որ սպասելու եմ քեզ ու խոսքս հաստատ չեմ փոխի։ Մենակ մի բան եմ խնդրում։ Նենց բան չանես, որ քեզ կվնասի, որովհետև Ինչ։ ոչ մի բան։ Ասա ինչ ուզում ես ասիր։ Որովհետև այդ ամեն ինչը լսելուց հետո ինձ դիցի երջանիկ մարդ չի լինի այս աշխարհում։ Կարմրել ես։ Միքո, եթե քո հետ ինչ-որ բան լինի, ես չգիտեմ հետո ոնց կապրեմ։ Եթե քեզ ինչ-որ բան լինի, ես քեզ շատ եմ սիրում։ Ես երբեք չէի պատկերացրել, որ կարող եմ ինչ-որ մեկին այսքան ուժեղ սիրել։ Ինձ համար ավելի լավ է ես քեզանից հեռու լինեմ, բայց իմանամ, որ քո հետ ամեն ինչ լավ է։ Դրա համար շատ եմ խնդրում։ Նենց բաներ չանես, որ քեզ կվնասի։ Հեռու չես լինի։ Իմ կողքն ես լինելու։ Դու չես պատկերացնի, թե հենց նոր ինչ արեցիր։ Բայց հետո ասել, որ պիտի երաժշտություն չլինի։ Երաժշտությունը նենց բան է, որ պիտի միշտ լինի, միշտ։
Կարող է գնանք արդեն։ Հարի հաշիվ ուզենք, արդեն պետք է։ Ասոնն ինչ է զանգում։ Օգնում եմ, ինչ անեմ, չօգնեմ։ Չգիտեմ, ես չգիտեմ ինչ կանեի։ Մուրադ այդ աղջիկը իսկականից լուրջ խնդիրներ ունի։ Այդ աղջիկը իսկականից լուրջ խնդիրներ ունի, իսկականից մեղ կա ու սիրալված է քեզ։ Էլինայի հետ ես հանդիպել։ Չէ, երդվում չեմ հանդիպել։ Ու քեզ Էրիկա դու այսօր դուրս խոսակցություն ունես, հարփած պետք չի լինես։ Ում հետ։ Էլինայի, Այսինքն, հեռախոսը դուր է։ ո՞վ սա։ Դե կողքդ բայ, որովհետև զանգելու է։ Ինչ գիտես, բա ասում ես չենք հանդիպել։ Ես չեմ հանդիպել, բայց Տաթևում է իր հետ է։ Համոզում եմ, որ քեզ զանգի։ Դուք մեզ չէ դեռ ռոման եմ դարել։ Մի քանի օր եկա դիմանամ, բայց Էրիկա, պետք է սկսեմ պոեզիա գրել ու մամելույսի տակ կարդալ։ Չասեցիր է, ով է այդ տղեն։ Դու Էլինայի հետ խոսակ ասեմ։ Դե արի մի հատ էլ խմենք, որ խոսանք։ Այ ասում էիր էլ ես վերջինը մի խմի։ Շատ եղավ։ Տատ ասեցի շուտ դուրս գանք։ Դու նորից եկել ես ինչ անեմ, դու նորից գերել ես իմ հոգին, դու նորից եկել ես ինչ անեմ, դու նորից գերել ես իմ հոգին, դու խենթես Խենթ աղջիկ մի լուսեր, ես էլ քեզ խենթի պես եմ սիրել, խենթ ես դու, խենթ աղջիկ մի լուսեր, ես էլ քեզ խենթի պես եմ սիրել, քեզ երկար, շատ երկար եմ սպասել, ու թաքուն արտասվել քեզ համար քեզ երկար շատ երկար եմ սպասել ու թաքուն արտասվել քեզ համար Տաթև Չես ուզում լսես Քեզ նվիրված երգ եմ երգում Չես ուզում լսես քո երգը Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լուսեր, ես էլ քեզ, խենթի պես եմ սիրել, սիրել, խենթ ես դու, խենթ աղջիկ մի լուսեր, ես էլ քեզ, խենթի պես եմ սիրել Ես վերջին անգամ եմ փորձում երջանիկ լինել, բայց ես անգամ էլ հետ գնալու ճանապարհ չկա։ Ես կամ կկորցնեմ ամեն ինչ, կամ կգտնեմ այն ինչ կյանքում միշտ փնտրել եմ։ Խնդրում եմ հետս եղի։ Տեր Աստված հետս եղի։ Ես խոսել եմ Լուսինի հետ։ Ինքը ինձ էլի մի անգամ շանս է տալիս։ Ես ամեն ինչ արել եմ, չվախենալով որ կարող է երախուն կորցնի, էլի շանս է տալիս։ Ինչի ոչ մի բան չես անում, պապ։ Մի օր առաջ ամեն ինչի պատրաստ էիր։
Ինչի հիմա ոչ մի բան չես անում։ Ես հիմա էլ եմ պատրաստ տղես։ Մա, Խենթ ես դու, խենթ աղջիկ մինուս է, ես էլ քեզ, խենթի պես եմ սիրել։ Էլին գնացինք։ Տաթև։ Արման։ Արման։ Բան չի եղել։ Արի, վեր կաց։ Մարդիկ նայում են, վեր կաց Արման։ Արի դուրս արի։ Վեր կաց։ Լավ ես։